Երեխեքին ճանաչում եք անձամբ, ցավ ապրում եք երեխեքի համար։ Ես որ հրապարակեցի նյութերը, ես զարմացա, որ դուք ինձ հետ կապի դուրս չեկաք, որտեվ ասում են, որ դուք բարերար եք եւ այդ ընտանիքի հարազատն եք։ Ինչով եք օգնել։ Իսկ ձեզ այդ կարողությունները որտեղից։ Ես աշխատում եմ, դրանցում մեջ իմ աշխատածից տեկուս մի մասը, ընդհանրում եմ անապան ընտանիք։ Տեսեք, ես էլ եմ աշխատում, ես էլ եմ օգնում, բայց ես չեմ կարողանա ամեն կիրակի ինչ-որ մեկին յուր գնալ, դուք մսով, քաղցրավենիքով։ Ամիսը մի անգամ։ Հասկացա։ Դուք ամեն դեպքում ցավ ապրում եք երեխեքի համար։ Հա, ես լսում եմ։ Իսկ ձեզ ծանոթ էր Դավիթը։ Ես զուտ մենակ Իրաստանում եմ, տեսել երեկոյան ժամանակ։ Դուք առանձին չեք հանդիպել Դավիթին։ Իսկ ձեր SMS-ները ինչ բնույթ են կրել երեխեքին ուղարկված։ Ես չէ, զուտ երեխեք հետ մտերիմ են եղել շատ են հարգեսի որպես իրենց օգնող, որպես իրենց տան մտերիմ այդ բար։ Ներողություն, ամեն դեպքում այսինքն դուք երեխեքի հետ հաղորդագրություն երեխեքի հետ կապ եղել է։ Հաղորդագրություն եղել է։ Երեխաների հետ էլ եղել, հայրիկի հետ էլ կապ եղել։ Դուք այդ ընտանիքին ինչու ծնողների հետ կապ չի եղել, երեխեքի հետ ինչ կապ ա եղել։ Երեխեքն ինձ ասեն գրել են, հայրիկի հետ էլ կապ եղել, նոր չի որ կապ չի եղել։ Վարդգես, մի ճշտող հարց։ Դուք երեխեքին որ գլեք ինչ ես ուզում, ինչ չես ուզում, այսպես բարեկամաբար, հարազատաբար, հետագայում ձեզ երեխաները պատմել են, չէ, որ իրենց հետ պղծության գործեր են արել։ Ինձ ուղղակի որ պատմել է, ասեմ մի ամիս առաջ է, այտենց հունվար ամսին է, որ այտենց ասել է, ուղղակի Ինչ ասել։ Չէ, ուղղակի ասել է, ինչ-որ բան է եղել, պես Մոտավորապես բառերն ասեք, մանեն։ Մանե մասնոնում պես բան չի ասել։ Ամեն դեպքում գրկախառնվելու մասին, սեռական ակտի մասին ասել է։ Ինչ-որ բան է ասել, ես այն որ իրան որ ասած ես գաց երեխան ներվել է, այնց այն չեմ հանել։ Ինչ է նշանակում ձեն չեմ հանել, պղծության դեպքից հետո դուք իրանից հացել չեմ տվել, դա մոտ։ Բայց հետո չեք ասել ծնողներին, ոստիկանություն։ Նույնիսկ իրանց չէ, ես իրանց ծնողը հացել եմ եւ այդ բանին ես լուրջ չեմ մոտիկացել բանը։ Իսկ ամեն դեպքում կան ինքը մանկա մտորել է բանան, ես կարող եմ այդ երեխան ինչ-որ բան ուրիշ ձևաներ կայս։ Բայց ամեն դեպքում տարօրինակ չէ։ Ես մի երկու անգամ հաց եմ տվել, թե ինչու եք թույլ տալու, որ ամեն իրիկուն, որովհետև երեխեքն են ինձ ասում են ամեն իրիկուն գալիս է, զուտ եմ հացել է, Դավիթի մասին է խոսքը։ Իսկ դուք Դավիթի հետ փորձել եք այսպես եղբայրաբար հարցեր պարզել։ Ինչի՞ չեք փորձել։ Ես ինչքան աշխատել եմ, հետ եմ մնացել։ Դուք Դավիթին անձամբ ճանաչել եք, բայց։ Չէ, զուտ Իրաստանում մենակ իմացել եմ, որ դա տաքսիստ է։ Ուզում եք ասել, որ դուք գիտեիք այդ մանկապղծության մասին, լուրջ չեք վերաբերվել։ Ես ինձ կանչել եմ, ես մարտիկացել եմ ստե, ուղղակի ստե որ ասել եմ, ես ասել եմ, որ մանկամտորն է եղել, ես լուրջ չեմ վերաբերվել շատ բան։ Մի անհամեստ հարց տամ, գուցե ձեզ վատ զգաք այդ հարցի համար, դուք երեխեքի հետ գրկախառնություն, ոչ սովորական ջերմություն, ոչ սովորական, ավելի ինտիմ բնույթ կրող հարաբերություն ունեցել եք։ Հիմնականում ասենք ինձ հաջողանելուց կարող եմ զգտքեն, պաչան, հաջողանել, այդքան բան, ուրիշ ոչ մի բան։ Ուրիշ ոչ մի բան, դուք երեխեքի հետ համբուրվել։ Չէ, ասենք ուղղակի կարող գարկած այնեմ թուշը պաշեմ հաջողանելուց, մենակ խնդրեմ Լավ, մի հարց էլ։ Դուք ամեն դեպքում մի նկարի։ Դուք ամեն դեպքում այդ երեխեքին, որ SMS-ներ եք գրել, ինչի մասին եք գրել SMS-ներ։ Փորձեք հիշել։ Հիմնականում իրանք երեխեքը որ ինչ են ուզել, ինչ չեն ուզել, այդ են բաները։ Օրինակ դուք սպառնացել եք մի անգամ, եթե հիմա զանգերին չպատասխանես, ես կասեմ, որ Դավիթի հետ ինչա տեղի ունեցել։ Ինչ ես արել Դավիթի հետ։ Հիմնականում իրանք գրում էի չպատասխանեց, ասի մանե ջան, էտիկես փետրվարի սկզբին էր։ Իրան ասեցի պետք է ես ծերունց հետ խոսամ պապայից հետ էդ է։ Մաս ներողություն, ասինքն ասում եք երեխա, ասում եք հարցել եք պետք է ծերունց հետ խոսամ։ Այդ դեպքում ձեր մտքով չի անցել ծնողի հետ մի անգամից խոսեք, ասեք որ ինչի համար եմ ասում, կանխեք։ Առաջի անգամ որ ես իրենց բանը անում, իր ծնողներն որ հասել եմ, ես ծնողները լրիվ այն տպավորությունը որ դրոձի իրենց տան հարազատ են, բան Հետո մտածի երևի երեխան անգամ դա բան է անում, հետո որ մանեն մի անգամ եմ հարցերս։ Ուզես
պապանցի դեպքում ասում չեմ ոչ մեկ ես մտածում եմ երեշուն խափել է Իսկ դուք չեք փորձել տղամարդավարի ձեր վերջո այդ երեխեքին նուրբեր հոգ եք տանում բայց չեք փորձել մի հատ ասեք տղա ջան հələ արի ստեղ տեսնեմ դու քոփակ հալովատ ինչ գործ ունես այս քորփա երեխեքի հետ անչափահաս երեխեքի հետ իրանց հետո դերս ֆոտոն մեր բաներ կամ մի քիչ որ խափում բանն անում դե իմ ընտանիքը կարող չեմ ուզեցեք ես մենետս ես ուղղակի ներկայացել եմ որպես որ ես Ռուսաստանում եմ բան այդ բան Դուք ուրիշ ինչ ընտանիքների եք այդպես օգնում ու ոնց եք հայտնաբերել այս ընտանիքին ինչ եք որոշել այդպես հիմնականում ասենք բավարար օգնողների սայթերը բաներով կամ իրենց բարեկամներն Մի րոպե դուք ուրիշից վերցնում եք բերում տալիս եք իրենց ճիշտ եմ հասկանում ես անձամբ ինքս Ինչ եք աշխատում Առաքիչ Ինչի եք դուք ընտրել այդ ընտանիքին հենց ընտանիքին չի ես շատ ընտանիքներ Ինչ որ ծանր մեղք է գործել որ այդպես ուզում եք անպայման երեխաներին օգնություն որպես բարեկամ Լավ բեդի դուք Իջևանից եք բեդից այս ընտանիքը Ես ձեզ փնտրում եմ Իջևանում գտած բաները, կենսագրության տվյալները։ Դուք ինչ գործ ունեք հայտնվեք վեդիում, օգնեք այդ ընտանիքին։ Մենակ վեդի չէ, ես Ում կասեք ցուցակ, օրինակ, ում եք օգնում։ Տիկին Մարգարիտայից։ Կասեք անուն ազգանուն եւ ազգանուն չեմ անում։ Տիկին Մարգարիտային ով է առաջարկել ձեզ այդ ընտանիքին։ Ես սայթերով եմ տենում։ Այսինքն դուք տեսնում եք մարդկանց, որոնք անօգնական են, այսինքն իրանց մասին տվյալներ կան։ Իրանց տվյալները տալիս են, ասում են այս բանն որ գնաք օգնեք բանը, ասեք մերոզի բանը։ Ինչքան եք ծախսում այդ ընթացքում, կներես Հայկ ջան։ Ասենք ամսվա մեջ եթե ես մի հատ այցելություն անում, կամ 10-15000 կարծես սնունդ առնեմ կամ։ Ուղիղ հարցնում եմ, դուք ինչ հետաքրքրություն ունեք այս ընտանիքի հանդեպ բացի օգնությունից։ Դուք անձամբ այս երեխեքի հետ փորձել եք իրավիճակից օգտվելով այդ անօգնական վիճակից դուք էլ սեռական հարաբերություններ ունենալ այդ երեխեքի հետ։ Բայց բոլորը Հերքում եք։ տեսեք, ասում եք էլի ընտանիքներ կա, որ օգնում եք, էլի այդ հաղորդագրությունները կապը ընտանիքների հետ ունեք դուք։ Զանգը խոսում են։ Կարեք հիմա մեկնումեկին զանգեք խոսեք։ Դուք հետքում եք, որ դուք երեխաների հետ սիրային կապի մեջ եք եղել գոնե մեկի հետ։ Հետքում եք։ Այդ դեպքում Բայց եթե այդպիսի հայտարարություն այն քարելի միտեցություն։ Ես հիմնականում հունվար ամսին է առաջին անգամ ինքն այդ բանը սուրսած հիմա զանգում երասխի ընտանիք։ Դες համար վիրավորական չի որ ձեզ կասկածում են, որ դուք էլ այդ սեռաքաղց թեմաներում կաք։ Բարև ձեզ։ Բարև դա։ Պապիդ համարն եմ զանգի եւի չի գրանցել։ Տատի տունն է։ Տատիկ։ Մալքու ջան, բարև դա։ Հիմա ուղղակի մարդիկ բանը են կներեք։ Տիկին Գոհար, բարև ձեզ։ Մարգարիտա։ Տիկին Մարգարիտա, բարև ձեզ։ Դուք Վարդկեսին վաղուց եք ճանաչում։ Ինչպես Դուք Վարդկեսին վաղուց եք ճանաչում։ ես մի տարի կդի ավելի երևի։ Ինչ առիթով եք ծանոթացել Վարդկեսի հետ, ինչ պատճառով։ Ինչ պատճառով, ուրեմն Վարդկեսը մեզ գալիս է երեխաներին տեսնում, օգնում է, էլի։ Քաղցր-մաղցր բերում երեխաներին, դենց։ որ երեխա։ Ձերը կներեք, ձերը կազմակերպությունն է, ինչա մի հատ կասեք դուք։ Կազմակերպություն չի, անապահով ընտանիքը, այդ ընտանիքի Մենք ասացել Իրանք են անապահով ընտանիք, ձեզ ասում են տեղերը։ Ես իրանց որ բանը մալ Որտեղից եք Բացի գտնում։ ինֆորմացիան Ռուդիկ ով է։ օգտողը բանը Facebook-ում բանում նկարել են։ Ձեզ մոտել է կոնկրետ օրեր գալիս պարոն Վարդկեսը։ Հա, բան մոտա գալի, ես Էլի ընտանիքներ կան, որ պարոն Վարդկեսը օգնում է, ձեզ ծանոթ ընտանիքներ։ մեր մեծ ընտանիք չկա, չեմ իմանում։ Լավ։ Գալիս է մեզ օգնում։ Բայց կներեք, նոր ասում է, որ դուք ինֆորմացիա, դուք օգնում եք տեղերը։ օգնում են, ես ասեցի իրանց օգնում են, ներքուրը որ ասեց զանգի ինֆորմացիա ընտանիքի։ Իրանց օգնում եք։ Հա։ Ուղղակի մի քիչ շարժել է, ասեցի։ Լավ, Տիկին Մարգարիտա, ձեր բալիկները քանիսն են, Տիկին Մարգարիտա։ Մեր
բալիկները 6-ն են, ազիզ 6-ը։ 6 բալիկներ, այսինքն բազմազավակ ընտանիք եք։ Լավ, տիկին Մարգարիտա, շնորհակալ ենք ձեզ։ Դա մոթուց։ Վարդկես, քանի այսպիսի ընտանիքի եք դուք ձեռք մեկնում։ Ես հիմա ընդհանրապես երկու ընտանիքն են իրոք որ օգնում են, որովհետև այդպես անում են չէ հասցնում, ասենք ինչ որ մեկին գնայի, բանանեի։ Դուք ունեք զավակներ։ Դուք հասցնում եք ձեր ծախսերը ձեր զավակներին մեկ ուրիշին։ Դուք Երևանում տուն ունեք։ Այո։ Ներողություն, էլի երեխաներից մեկը ձեր անունը տվել է, ասել է, ձեր անունը քնիշներն է։ Դուք առերեսվել եք նոր։ Առերեսվել եք երեխաները։ Հա։ Մանայի հետ եք առերեսվել։ Մանեն հաստատեց նոր, որ դուք իրեն ոչ սովորական բնույթի գրկախառնվել եք եւ համբուրվել եք։ Ոչ որ ասեմ գրկախառնվել հաջողավ է, ինքը այդ բանը հասկացել է ուրիշ ձև։ Օրինակ ինչ է կարելի որ հասկացել է ուրիշ ձև։ Դուրսը պաչեմ դեմքը թեկի այս հատվածը պատոշի հատվածը պաչեմ, ինքը մտածի դասենք պատոշն եմ պաչեմ։ Կարճ ասած դուք սեռական հարաբերություններ չեք ունեցել որևէ մեկի հետ։ Ես ինքս որ ունեմ, Ինչ։ երեխեք ունեմ։ Իմ եղբայրը զոհված է, երեխեքն են։ Այս էլ փոփոխության Ինչի համար են կանչել։ Ձեր մասով մի անգամ հերքվել էր, չէ՞։ Այսօր ինչի համար են ձեզ կանչել։ Դուք ասեք ճշտելու, եթե դուք անհանգստության պատճառ չունեք։ չէ, սա ինչը մաքրում եմ։ Իսկ այնտեղ ինչ հարցեր են տալիս, ինչ են ուզում ձեզնից բարձր։ Չէ, այդպես հաղացա չէ, նկանում այդ բանը է եղել։ Ես ինչ հաղացա։ Իսկ դրանից հետո դուք հիմա ինչ կարգավիճակում եք։ Ես հիմա չեմ ասում շատ լավ եմ կամ շատ վատ եմ։ Նորմալ կարգավիճակում եմ, ուղղակի վատ եմ, որ ես այդքան ավետիշտ արավոտյան տեսա այդ տեսանյութը էլի։ Դուք ես քանի օր գիտեք, որ ես զբաղվում եմ այս գործով ու չէ։ Տնային եմ տեսել։ Հա, դուք չեք տեսել այս քանի օրը։ Վարքյան, էլի տնային կալան կամ ինչ որ մի հատ այդպիսի կարգավիճակ է ձեզ կամ երկրից Այսքան վկա է։ թողնելու ինչ որ որոշում։ Չկա, ես այ երկրից դուրս չեմ գնում գալ։ Չէ, այնտեղ քննիչն են ոստիկանեն ձեզ ինչ որ կարգավիճակ տվել են այս գործով։ Չէ։ Հասկացա։ Մի այսպիսի հարց էլ մանեն պնդեց այն ինչ որ մեզ է ասել, որ դուք իր հետ գրկախառնվել եք եւ իրեն սպառնացել եք։ Չէ, սպառնալը տեսել եմ, ասել որ եղել է գրկախառնվել են, որ այդ